Երեք անկախ նրանից դա վենդետա էր, անկախ նրանից ինչ դրդապատճառներ կային, մարդիկ պիտի դադարեն միմյանց վրա կրակել։ Մարդիկ պիտի դադարեն միմյանց վրա կրակել։ Շունը հաչեց, չգիտեմ ինչ եղավ, զենք են բարձրացնում միմյանց վրա։ Ես կարծում եմ, որ այս ներքին չարացածության եւ անհանդուրժողականության մթնոլորտն է այստեղ ամենագլխավորը, որից մենք պետք է փորձենք հնարավորինս արագ ձերբազատվել։ Մենք այնքան անելիք ունենք, որ միմյանց ոչնչացնելը, միմյանց վրա կրակելը ամենավերջին բանն է, որ մենք պիտի անենք։ Այդ մթնոլորտից ձերբազատվելու բեռը ում ուսերին է մնում, Տիկին Ադամյան, եթե իշխանությունն էլ է կարծես թե իր ռետորաբանությամբ նպաստում մթնոլորտի Ես իշխանությունը կարող եմ աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրել, դուք էլ կարող եք իշխանությանը աշխարհի բոլոր մեղքերի մեջ մեղադրել, բայց եկեք նաև ընդունենք այն պարզ իրականությունը, որ եթե մենք ուզում ենք, որ ասենք կոնկրետ փողոցը մաքրվի, փողոցը կոնկրետ, ես բերում եմ կենցաղային օրինակ, մենք ոչ թե պիտի անվերջ անդադար օրը 24 ժամ այդ փողոցը մաքրենք, մաքուր ունենալու համար, այլ չպիտի կեղտոտենք։ Այդտեղ կա սկզբունքային տարբերություն։ Հիմա եթե դուք ասում եք, արդյոք իշխանությունը բնականաբար ունի իր մեղքը, իսկ մենք չունենք, մենք բոլորս յուրաքանչյուրս Սկսած ինձնից վերջացրած ձեզնով չունենք մեր մեղքը այդ անդրժաղականության, ատելության, թշնամանքի մթնոլորտի համար իհարկե ունենք։ Որովհետև գիտակցենք, թե չգիտակցենք, արձանագրենք, թե չարձանագրենք, Հայաստանի Հանրապետության դեմ մղվում է հիբրիդային պատերազմ։ Եվ բոլոր նրանք, ովքեր տիրաժավորում են որոշակի իրավիճակների գնահատականներ, որոշակի լուրեր, նրանք դառնում են այդ կամա թե ակամա, շեշտում եմ կամա թե ակամա, դառնում են այդ հիբրիդային պատերազմի զինվորիկները, ինքներս մեր դեմ մղվող հիբրիդային պատերազմի զինվորիկները։ Այո, իշխանությունը այստեղ մեղք ունի եւ գիտեք որն է իշխանության մեղքը։ Ես կարծեմ ձեզ այդ հարցազրույցներում էլ այդ թեմային մի քանի անգամ անդրադարձել ենք։ Մենք պետք է ունենանք մի կենտրոն, որտեղ հավաքվեն բոլոր, ինչ ասեմ, տեղեկությունները, վերլուծվեն այդ տեղեկությունները, որտեղ մշակվի հակաքարոզչությունը, մեր դեմ մղվող քարոզչության հակաքարոզչությունը, հակափաստարկները։ Եվ արդյոք երբ, այստեղ ամենակարևորը երբն է, երբ մենք պետք է դուրս գանք պատասխանողի կարգավիճակից։ Ոչ թե սպասենք, որ մեզ հերթական անգամ մեղադրեն, զրպարտեն, սադրեն, Զանգեզուրի միջանցք ասեն, այլ մենք առաջինը հարձակվենք, որ ստիպված լինեն մեզ վրա հարձակվողները մեզ պատասխանել։ Հիբրիդային պատերազմում հաղթելու միակ տարբերակը առաջին հարվածը հասցնելն է, ոչ թե անվերջ արդարանալը, անվերջ պատասխանելը, անվերջ մեկնաբանելը, անվերջ հերկելը։ Սա է խնդիրը։ Այ իշխանությունը վաղուց պիտի այդ կենտրոնը ստեղծած լիներ, վաղուց պիտի այդ մեթոդները մշակած լիներ եւ վաղուց պետք է ունենար քարոզչություն։ Այս պահին մենք չունենք պետականության պաշտպանության, պետականության պահպանության, հանուն պետականության գործող քարոզչություն։ Տեսեք, ես շեշտում եմ պետականություն, ոչ թե իշխանությունը, այլ պետականությունը։ Այս քարոզչության կարիքը մենք բոլորս ունենք, բոլորս։ Հիմա, քանի որ այդ թեմային անդրադարձակ, ինչ կարող եք ասել, ինչ է կատարվում Ալիևի եւ Փաշինյանի միջև։ Մենք ՄԱԿ-ի ամբիոնից տեսանք, որ Ալիևը կեղծեց իրադարձությունները, խեղաթյուրեց իրադարձությունները, մեղադրանքներ հնչեցրեց, որոնք բնորոշ են իր երկրին, Փաշինյանը պատասխանեց միայն այդ Զանգեզուրի միջանցքի մասով, այսպես կոչված։ Ես չեմ կարծում, որ Փաշինյանը միայն Զանգեզուրի միջանցքի մասով պատասխանեց, Փաշինյանը ըստ էության իր ամբողջ ելույթը հակադրություններ Ալիևի ելույթին։ Եկեք կոնկրետ ոչ թե քննարկենք որ հարցին ինչպես պատասխանեց, այլ բովանդակային։ Հիմա ինչպես է Ինչ էր ասում Իլհամ Ալիևը։ Իլհամ Ալիևը փորձում էր ՄԱԿ-ի բարձր ամբիոնից ամբողջ աշխարհին ներկայանալ Նապոլեոն Բոնապարտ հյուսիսային, կներեք, Անդրկովկասից։ Մենք գլխարկներ պակասում։
փորձում էր ներկայացնել, որ ինքը այնպիսի մի ղեկավար է, այնպիսի մի, ինչ ասեմ, հզոր տնտեսություն ունի, պրոֆիցիտը բյուջե, պահուստային ֆոնդեր, չգիտեմ ինչեր, աշխարհի գերզարգացած տերությունն է Ադրբեջանը, ամենաժողովրդավար պետությունն է Ադրբեջանը, այնտեղ ընդհանրապես երևի պրոբլեմը միայն նա է, որ կորոնավարակը չի վերացել եւ Ադրբեջանը դեռ փակ է պահում իր սահմանները։ Բայց դա իհարկե ՄԱԿ-ի ամբիոնից չհնչեց։ Այդպիսի պետություն է Ադրբեջանը, ՄԱԿ։ Տեսեք, հիացեք, զարմացեք, գնացեք ձեր տունը։ Բայց ինչու պետք է Ալիևը կաշկանդվի, եթե ԱՄՆ նախագահը իսկապես հիացած է նրանով։ Գիտեք, ԱՄՆ նախագահը նույնքան հիացած կլիներ ձեզնով, ասեմ։ Իսկապես ձեզնով, եթե դուք այնտեղ որպես լրագրող լինեիք, եթե դուք նրան տայիք համարձակ հարցեր։ ԱՄՆ նախագահը, եթե նկատել եք, թե առաջին պաշտոնավարման ընթացքում, թե երկրորդ պաշտոնավարման ընթացքում, իր հարցազրույցներում, իր գրառումներում քաղաքական լեզու չի կիրառում։ Նա խիստ անմիջական, խոսակցական շփման լեզու ունի, ընդ որում ամերիկյան շփման, որից մենք ամենայն դեպս բավականաչափ հեռու ենք, մենք սիրում ենք ամեն ինչ հիմնավորել, բացատրել, հերկել մի նախադասության մեջ։ Նա անմիջականորեն ասում է, ինչ այդ պահին հարմար է համարում, ինչ այդ պահին մտածում է։ Եվ այո, հիացած է, իսկ ինչու հիացած չլինի։ Եթե վերջապես ավարտել է պատերազմը, Ալիևը լավ է զգում, մենք ինչու լավ չենք զգում, նույնքան նա հիացած է Նիկոլ Փաշինյանով։ Կարծում եք։ Այո, վստահ եմ, ամենայն դեպս իր հայտարարություններից ելնելով։ Դա կարծելու, տեսնում եք ձեր հարցը արդեն վկայում է այդ հիբրիդային պատերազմի շորշոփները։ Մենք ամեն ինչ պիտի կասկածի տակ դնենք, ոչ։ Մենք Պիտի ասենք, Ալիևով չի հիացած, Նիկոլ Փաշինյանով է հիացած, ասել է SSS բաները, դա թող գնա Ալիևը մեզ պատասխանի։ Թող Ալիևը մեզ պատասխանի, չէ, ինձնով էլ է հիացած, ես էլ եմ լավ տղա։ Հիմա Փաշինյանի ելույթին ասացիք հակադրություններ, գիտեք Փաշինյանի ելույթին Զանգեզուրի Միջանցք, այդ ինչ ասեմ, ճակերտ ասեմ, փակագից ասեմ, ինչ ասեմ, այդ մտայնության թերևս մտայնության դեմ ՄԱԿ-ի ամբիոնից շատ ճշգրիտ պատասխան էր, բայց Փաշինյանը շատ ավելի ճշգրիտ էր Հարավային Կովկասում Հայաստանի տեղի դերի ներկայացմամբ։ Դա Փաշինյանի այդ խոսույթը խաղաղության զարգացման ծրագիր ներկայացնելը, լայն սպեկտրով Հայաստանի Հանրապետության շփումները ներկայացնելը, բացարձակ հակադրություններ իր Ալիևին։ Բացարձակ հակադրություններ Իլհամ Ալիևին։ Եվ մենք դա պետք է հաշվի առնենք։ Հետո ի վերջո, եթե դուք ուշադրություն դարձրել եք, չգիտեմ, աշխատանքի բերումով հասցրել եք, չեք հասցրել, այնտեղ հնչող բոլոր ելույթներին որևէ երկրի ղեկավար, թերևս Իսրայելի վարչապետի բացառությամբ, մի քիչ էլ Վուչիչի, որևէ երկրի ղեկավար այնպես մանրամասն հանգամանալից պատմական, շրջադարձային ես ինչ ելույթ չէր ունենում։ Բոլորն էլ խոսում էին այսպես իրենց անելիքներից, ընթացիկ հարցերից, ինձ համար օրինակ շատ կարևոր էր Էմանուել Մակրոնի ելույթը, որովհետև բացի Ֆրանսիայի մասին խոսելիս նա խոսում էր Եվրոպայի մասին, Եվրոպայի զարգացման, Եվրոպայի անցնելիք ճանապարհի եւ աշխարհի անցնելիք ճանապարհի մասին, ու դա շատ կարևոր էր։ Դե Տրամփի ելույթի մասին արդեն չեմ ասում։ Տիկին Ադամյան, թրիփի հետ կապված գործնական քայլերի վերաբերյալ պայմանավորվածություններ այս պահին չկան, Փաշինյանն էր լրագրողների հետ զրույցում նշել, նաև հավելել է, որ պրոցեսների թրիփի հետ կապված գործընթացների հարցում չպետք է փորձել արագ անել գործընթացները, պետք է դանդաղ ճշգրիտ աշխատել, կարևորը որ առանց ընդհատումների ընթանան պրոցեսները։ Հիմա դուք բազմիցս ասել եք, որ պետք է Հայաստանը լինի նախաձեռնող, պետք է արագ կազմակերպել ամեն ինչ։ Հիմա Փաշինյանի այս դիրքորոշումը հասկանալի է։ Ես կարծում եմ, որ Փաշինյանի այդ դիրքորոշումը ոչ միայն հասկանալի չի, այլև
Դժվարանում եմ ձևակերպել ճշգրիտ, ամենայն դեպս իր դանդաղ շտապելու միտքը որքան էլ որ իրական գետնի վրա հասկանալի է, որ նա փորձում է բոլոր հարցերը լուծել հիմնավոր, փորձում է բոլոր հարցերին պատասխաններ տալ այնպիսի, որ այդ պատասխանները այսօրվա մեջ լինեն, վաղը չհերկվեն, այնուամենայնիվ հապաղում է եւ այդ հապաղումը չեմ ուզում կապեմ հայկական կողմի հետ։ Ես կարծում եմ, որ հիմա թերևս այնքան էլ ճշգրիտ չի, որ ոչինչ չի արվում, իհարկե արվում է։ Ինչքան ամերիկյան պատվիրակություններ եկան եւ Ադրբեջան եւ Հայաստան։ Հայկական պատվիրակություններ մեկնեցին Վաշինգտոն։ Այսինքն process-ը գնում է։ Թերևս Նիկոլ Փաշինյանը նկատի ունի, որ ասենք այս պահին կոնկրետ հստակ պայմանավորվածություն չկա, որ այսինչ օրը, այսինչ ժամին, այսինչ բանը անում ենք։ Բայց եկեք այստեղ ֆիքսենք նաև Հայաստանի Հանրապետության կառավարության վարած քաղաքականությունը։ Ես կոնկրետ կանրադառնամ, ասենք, միջուկային անվտանգության խնդրին։ Կոնկրետ։ Դեռ տրիպի ճանապարհը մի կողմ դնենք։ Եթե դուք հիշում եք, հայ-ամերիկյան հուշագրերում անդրադարձ կա էներգետիկ անվտանգությանը։ Միանշանակ անդրադարձ կա երկրորդ կետն էր, կարծեմ, էներգետիկ անվտանգությանը։ Մենք էներգետիկ անվտանգության ընդհանրապես որևէ պատկերացում ունենք, հստակ պատկերացում, հստակ, կոնկրետ, ինչ ենք մենք ասում, էներգետիկ անվտանգություն ասելով ինչ ենք հասկանում։ Գիտեք, եթե մենք պատրաստվում ենք, ասենք, Մեծամորի այգը մինչև 2036 թվականը շահագործել, դա նորմալ է։ Եթե հնարավորությունները կան, եթե ՄԱԳԱՏ-ն չի առարկում, եթե տեխնիկապես ատոմակայանը կարող է այդքան ծառայել։ Նորմալ է, այստեղ որևէ խնդիր չկա։ Բայց 2036 թվականից հետո Հայաստանի Հանրապետությունը վերջանալու է։ Չվերջանալու չէ միանշանակ։ Մեր էներգետիկ կարիքները այսպես ինչ որ երկնքից մանանա է թափվելու, մենք հասկանալու ենք, որ մեզ ոչ ջեկ է պետք, ոչ եկ է պետք, ոչ այեք է պետք, ոչ մի բան պետք չի, երկնքից մանանան թափվում, մենք օգտագործում ենք իբրև էլեկտրականություն, ջեռուցում եւ այլ եւ այլ եւ այլն։ Հիմա ով պետք է մտածի երկրորդ այեկի մասին։ Եվ ինչքան կարելի է երկրորդ այեկի ոդիսականի աշխարհագրությունը մեծացնել Ռուսաստան, Կորեա, Ֆրանսիա, Ամերիկայի Միացյալ Նահանգներ, դե չգիտեմ, դա կարող էլի երկրներ կան, Չինաստան, Բելարուսներ առաջացնում Չինաստան, Բելարուսը ընդհանրապես, ես չգիտեմ, ինչ ասեմ, եկեք կօգնենք եւ այլն։ Այս աշխարհագրությունը Սա այն դեպքն է, կոնկրետ այն դեպքն է, որ այդ ծովածավալ աշխարհագրությունից պետք է ընտրես կոնկրետ մեկ երկիր։ Եվ այդ մեկ երկիրը պետք է լինի Ամերիկայի Միացյալ Նահանգները, որովհետև դու այս հարցով լուծում ես ոչ միայն էներգետիկ անվտանգության խնդիր, այլև ազգային անվտանգության խնդիր, կոնկրետ անվտանգության խնդիր ես լուծում։ Հիմա մենք ինչքան պիտի ձգենք այս գործընթացը։ Եթե մենք գնում ենք այս այեկի պատմությունը եւ դարձնում ենք ամուսար 2 միանգամից ասեք էլ այս մասին ընդհանրապես ինչ ասեմ այս թեմայի վրա խաչ քաշենք փորձենք գտնել այլ ելք գտնել Հայաստանի Հանրապետության էներգետիկ անվտանգությունը ապահովելու համար հիմա այստեղ դանդաղ հապաղելը դանդաղ շտապելը թե չգիտեմ արագ հապաղելն է ճիշտ Փորձեք ինքներդ այդ հարցին պատասխանել, ես կարծում եմ միանշանակ չուշանալն է ճիշտ։ Իսկ մենք անverջ ուշանում ենք։ Մենք ուշանում ենք հապկից դուրս գալ։ Սառում ենք։ Դրած սառում ենք հապկում։ Մենք ուշանում ենք այս կոնկրետ էներգետիկ անվտանգության խնդիրը լուծել։ Մենք սպասում ենք, որ Ամերիկայի Միացյալ Նահանգները կգա իր ծրագրերով Մենք էլ կնստանք այդ ծրագրերը կքննարկենք համատեղ կամ այնտեղ կամ այստեղ, չգիտեմ որտեղ, ու կասենք, ես ուզում ենք, չենք ուզում, չէ։ Բարի եղեք ձեր ծրագրերը կազմել եւ ձեր ծրագրերը համադրել Ամերիկայի Միացյալ Նահանգների ծրագրերի հետ։ Ամերիկայի Միացյալ Նահանգները այստեղ չի գալու մեզ համար դրախտի դռներ բացի։ Դրախտը մերն է, դուռն էլ մերն է։ Մենք պիտի այդ դռները բացենք։
Եվ կա վերջին հաշվով, այստեղ կա շատ կարևոր նաև մեկ այլ հանգամանք։ Օրինակ, ինչու էր Եվրամիության բարձր ներկայացուցիչ Մարտակոսը եկել Ադրբեջան, հետո եկավ Երևան։ Ինչ խնդիրներ էր Մարտակոսը լուծում։ Բացի նրանից, որ Հայաստան Եվրամիություն հարաբերությունների մասին շատ արդյունավետ եւ բովանդակալից, իսկապես բովանդակալից տակը ծրագիր ունեցող խոսակցություն բացվեց։ Դուք կարծում եք Մարտակոսը միայն եկել էր այստեղ Հայաստանի Հանրապետության եւ Եվրամիության խնդիրները քննարկելու։ Ես վստահ եմ, որ Մարտակոսը եկել էր Հայաստանի Հանրապետություն Եվրամիության մասնակցությունը տրիպին քննարկելու։ Միանշանակ այդ հարցերն ինչ ասեմ, անկասկած եղել են բանակցությունների օրակարգում։ Մենք պիտի ծրագրերը մեր կազմենք նաև Եվրամիությանը հաշվի առնելով։